մեծ գործերի համար մեծ ժամանակ է պետք։ Ասել է այս պարագայում այնքան էլ խոսում չեն կարող լինել թվերը, սակայն պարզում է այդպես չէ։ Սեփական եկամուտների հաշվառման եւ հավաքման գործընթացը մեր համայնքում կարելի ասել լրացուցիչ արդյունք է տվել, պատմում է ինքը քաղաքապետը։ Կարևոր ուշադրության են արժանանում քաղաքի մաքրության, կանաչապատ տարածքների պահպանման ու դրանց ավելացման հարցերը։ Ուրեմն, երբ ընտրվեցի քաղաքապետ, մեր համար մեկ խնդիրը քաղաքի աղբահանության կարգավորման խնդիրն էր։ Արդեն 1.5 տարի անցել եւ կարող եմ ասել, որ այստեղ հաջողեցինք։ Հիմա ունենք բավականին մաքուր, բարեկարգ քաղաք, կարգավորվել է այդ ամենը եւ նաեւ սա մեր ժողովրդի կողմից եղել է օժանդակություն, մարդիկ այս հարցում օգնել են մեզ։ Ես միայն մեկ փաստ կարող եմ այս առումով ասել, նախկինում եթե մեկ ամիս հավաքվում էր այս քաղաքում 300,000 դրամի չափով գումար աղբահանության, այսօր այդ գումարը արդեն հասնում է 4 միլիոնից։ Դուք ուղղակի պատկերացրեք ինչքան մեծ է տարբերությունը։ Ու նաև մեր քաղաքացիներն են այսօր այս հարցում օժանդակում, իրենք են արդեն ձգտում մաքուր պահել քաղաքը եւ սա ես այսօր արդեն կարող եմ ասել, որ մենք հավակնում ենք նաև հանրապետության մաքուր համայնք այդ տիտղոս, այդ կոչման։ Ասֆալտապատման աշխատանքները կատարվում են, անցյալ տարի մենք կատարեցինք մասնակի նորոգման աշխատանքներ, ասեմ, որ արել ենք մեր համայնքի հաշվին, մեր համայնքի միջոցների հաշվին, հասկանալի է, որ ասենք ճանապարհները ընդհանուր չենք կարող մենք կապիտալ վերանորոգել համայնքի հաշվին, այստեղ կառավարության օժանդակություն է պետք, բայց ամեն դեպքում մենք նաև այս տարի 25 միլիոն դրամ ենք հատկացրել մենք համայնքային միջոցներից եւ այն ամենավատ, ասենք, անանցանելի թաղամասերը մենք անպայման կվերանորոգենք։ Նաև սկսել ենք քաղաքում բարեկարգման աշխատանքներ, եթե նայեք մենք Արշակունյակը գետի այս կողմը բավականին գեղեցիկ սարքան պատրաստել ենք եւ շուտով կսկսի նաև ծաղկապատման աշխատանքները ու մինչև տարվա վերջ նախատեսում ենք քաղաքում 5 մանկական հրապարակ կառուցել, բավականին գեղեցիկ, 2 աշխատանքներ արդեն սկսել ենք, համապատասխան առիթների ժամանակ կատարում ենք ծառատանկման աշխատանքներ, փորձում ենք ամեն ինչ անել քաղաքը կանաչ պահելու համար։ Խորհրդակցություններում օրակարգային հարցեր են դառնում այն ամենը, ինչը տվյալ պահին մտահոգում է կապանցում։ Բնապահպանական հիմնախնդիրների առանցքում կարևորվում է քաղաքի միջով հոսող գետերի մաքրությունը, բարեկարգ, կանաչապատ բակեր, ամեն մի բակ առանձին զբոսայգի է հիշեցնում։ Քաղաքապետարանը մշտապես առնչվում է բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների ու մուտքերի խնդրին։ Միայն ասեմ, որ այս վերջին 1.5 տարվա ընթացքում մենք համայնքի միջոցներով կապիտալ վերանորոգել ենք 12 բազմաբնակարան շենքի տանիքներ։ 1.5 տարվա ընթացքում միայն 40 միլիոն դրամից ավել հատկացրել ենք վերելակների վերանորոգման եւ շահագործման։ Ուրեմն քաղաքում դեռևս արկա են պատերազմի հետևանքները Արցախյան գոյամարտի ժամանակ քաղաքի երևի թե 70%-ից ավելի շենքերը ավերվել են, տանիքները, պատուհանները եւ դեռևս կան տանիքներ, որոնք չենք հասցրել վերանորոգել։ Այս մի քանի տարիների ընթացքում մոտ 200 տանիք վերանորոգվել է, բայց այսօրվա դրությամբ 75-ից ավելի տանիք դեռևս ենթակա է վերանորոգման։ Սա համայնքի համար բավականին ծանր ֆինանսական առումով բավականին ծանր աշխատանք է եւ պատկերացրեք մենք ասենք 1 տարվա մեջ կարողանում ենք անել միայն 7 կամ 8 ասենք առավելագույն տան եւ այստեղ եւս կառավարության օժանդակություն անպայման անհրաժեշտ է լինելու։ Ասեմ նաեւ որ այս 75 տանիքի վերանորոգման գումարը մտել է Շունիկի զարգացման երամյա ծրագրի մեջ եւ մենք համոզված ենք հույս ունենք որ 2011 թվականին այս աշխատանքները կսկսվի։ Ինչպես ամենուր, այստեղ է աշխատատեղի հարցը մտահոգիչ։ Աշխատատեղերի առումով ասեմ, որ Կապանը նախկին խորհրդայնության ժամանակ եղել է խոշոր արդյունաբերական կենտրոն։ Այստեղ աշխատել են 6 համանդրութենական նշանակության ձեռնարկություններ եւ Կապանի աշխատավոր հիմնական մասը աշխատել է այդ ձեռնարկություններում։ Խորհրդայնության փլուզումից հետո, անկախացումից հետո ցավոք
այդ 6 գործարներից ոչ մեկը չկարողացավ, ասենք, վերակազմավորվել, վերապրոֆիլավորվել եւ այսօր այդ գործարները գրեթե չկան։ Եվ այդ արտադրական ամբողջ պոտենցիալը այսօր բավականին ծանր կապության մեջ է։ Ասեմ, որ հանրապետությունում կապանը գործազրկության առումով միջինից 20%-ից ավելի բարձր է։ Սրանք պաշտոնական թվեր են։ Եվ հիմնական աշխատատեղերի հարցը կապված է երկու կոմբինատների աշխատանքի հետ՝ Քաջարյանի ֆոնդամոլային կոմբինատի եւ Կապանի Dino Gold Mining Company աշխատանքի հետ է կապված, որովհետև հիմնական մասը աշխատում են այդ ձեռնարկություններում կամ աշխատում են այդ ձեռնարկության համար։ Ես իմ ընդունելությունների ժամանակ երևի թե 50%-ից ավելին միայն աշխատանքի հարց է խնդրում, բայց ցավով եմ փաստում, որ բավականին մեծ դժվարությամբ ենք մենք կարողանում այս հարցը տեղը չարժել, որովհետև աշխատանք խնդրողները բավականին շատ են, աշխատատեղեր ստեղծողները բավականին քիչ։ Եվ այս խնդիրը կա, սա համար մեկ խնդիրներից մեկն է մեր քաղաքի համար։ Ընդհանուր սոցիալ-տնտեսական քաղաքին վերաբերող հարցադրումների մեջ Արթուր Աթայանը շատ է կարևորում Կապանի օդանավակայանի վերագործարկումը։ Կապանը բավականին հեռու է Երևանից, մայրաքաղաքից եւ ճանապարհն էլ բավականին բարդ, բավականին դժվար եւ այս հանգամանքը խանգարում է, ասենք, տուրիստների, գործարարների մուտքը դեպի Կապան։ Լինելով ինքը բավականին գեղատեսիլ վայրում, ունենալով պատմական այսպիսի բավականին լավ արժեքներ, պատմամշակութային արժեքներ, լավ, ասենք, տուրիզմի համար, ասենք, բավականին տենց տրամադրող, ասենք, հաճելի վայրեր, այսօր մենք զրկված ենք այդ ամենից, որովհետև հեռավորությունը մայրաքաղաքից դա խանգարում է մեր քաղաքի զարգացմանը։ Նախկինում լավ աշխատել է մեր օդանավակայանը, ունեցել ենք չվերթներ Կապան Երևան, Կապան Լենինական, Կապան Սոչի, Կապան Մոսկվա, ունեցել ենք այդպիսի չվերթներ։ Եվ այսօր սա ես համարում եմ մեր քաղաքի համար ամենակարևոր հարցերից մեկը, այսինքն օդանավակայանի վերագործարկումը։ Այս հարցով ես դիմել եմ հանրապետության նախագահին եւ նախագահը ուղարկել է ավիացիայի վարչության մասնագետներին։ Նրանք եղել են տեղում ուսումնասիրել օդանավակայանը։ Օդանավակայանը այդքան էլ վատ վիճակում չէ եւ մենք մեր կողմից համայնքերի վրա է վերցել օդանավակայանի շահագործման բոլոր աշխատանքները, այնտեղ սպասասրահների կառուցման, ընդհանրապես այդ դաշտի կառուցման, այդ աշխատանքները մենք պատրաստ ենք վերցնելու մեզ վրա։ Անում եմ միայն արդեն դարձյալ պետության օժանդակություն այս հարցում եւ եթե կարողացանք վերագործարկել օդանավակայան, ես կարծում եմ եւ համոզված եմ, որ Կապանը ներդրումների համար բավականին տենց լավ քաղաք կարող է լինել։ Քաղաքապետարանի կողմից իրականացված լուրջ նախաձեռնում կարելի համարել Կապանի բժշկական կենտրոնի թերապևտիկ ու վիրաբուժական բաժանմունքների վերանորոգման կազմակերպում։ Այստեղ անհատական իր ներդրումներն ունի եւ քաղաքապետը Արթուր Աթայանը։ Մեր նորընտիր քաղաքապետը պարոն Աթայանը անցած տարի ուրեմն կոչով դիմեց ուրեմն Կապանի գործարարներին, ձեռներեցներին աջակցելու, որպեսզի կարողանանք հիվանդանոցում քիչ թե շատ ուրեմն նորմալ պայմաններ կարողանանք ապահովել հիվանդների համար։ Թերապևտիկ բաժանմունքի բոլոր սենյակները, սանհանգույցները եւ պրոցեդուրային կաբինետները վերանորոգվել են գործարարների, կապանաբնակ գործարարների միջոցով։ Նույն ձևով վերանորոգվել են նաեւ վիրաբուժական եւ տրավմատոլոգիական բաժանմունքի մի շարք հիվանդասենյակներ։ Որոշում էր կայացվել Համաշխարհային բանկի կողմից եւ Կապանի հիվանդանոցը ընդգրկվել էր այդ ցանկի մեջ, պիտի տրամադրվեր գումարներ վերազինման եւ վերանորոգման համար, բայց մեզ համար անհասկանալի պատճառ